Ես հիշում եմ ընդամենը 2 տարի առաջ այս դահլիճում 24 թվականի մարտին հանդիպում ենք ունեցել։ Ու ինչից ենք խոսում։ Խոսում ենք մի բանից, որ այս Չարիքի իշխանությունը պատրաստում է մեր հայրենիքից նոր կտորներ հանձնի Ադրբեջանին եւ դա ունենալու է վատ հետևանքներ։ Այդ օրերին, երբ որ այս գյուղերով պտտվում էինք, շատերին կարողացել էին համոզել, որ տեսեք, հեսա շատ արագ այս հատվածը հանձնելու ենք, դրա դիմաց բերքաբերի հողերն ենք ստանալու, Ադրբեջանի տարածքում հողեր կան, փորձեցին մարդկանց հանգստացնել, ճնշել եւ այլ, արդյունքում ինչ տեղ ունեցավ։ Տաուշի մարզից ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող դիրքեր հանձնեցին, մեր ենթակառուցվածքները դրվեցին թիրախի տակ, հիմա էլ մի հատ պատ են կառուցել, ասում են այլևս խաղաղեք։ Բայց թշնամուն մոտեցրին ձեր տներին, մեր բնակավայրերին, առանց որևէ երաշխեկի, առանց որևէ անվտանգային լուրջ համակարգ ունենալու։ Խորքի մեջ, սիրելի հայրենակիցներ, մեր գլխավոր մեսիջը հետևյալն է. Եթե այս իշխանությունը մնաց, նոր տարածքները հանձնելու, ու դա իրենք ուղիղ հայտարարում են։ Ընդամենը 10 օր առաջ պաշտոնապես Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքում կան ադրբեջանական տարածքներ, պետքա վերադարձնի, այսինքն իրականում հանձնի, ու դրանք Տաուշի մարզում են, դրանով չի բավարարվելու, ձեր անվտանգությունը օրեցօր, իսկ Տաուշեցու անվտանգությունը առհասարակ մենակ Տաուշի հարց չի, դա ողջ Հայաստանի անվտանգության հարցն է, հետևաբար երկար կարող ենք ամեն ինչի մասին խոսել, բայց գլխավոր ուղերձը մեր սա է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ազգային սպառնալիք է։ Նիկոլի իշխանությունը հայ մարդու առողջության եւ կյանքի համար վտանգավոր է։ Մեր պետականության համար սպառնալիք է։ Հետևաբար հունիսի 7-ին մենք ունենք մեր ժողովուրդը երկու ընտրություն։ Կամ այս սպառնալիքը չեզոքացնի, սրա վերջը տա եւ երկիրը դուրս բերի այս իրավիճակից, կամ այդ սպառնալիքին նոր հնարավորություններ տա, որ վերջնականապես մեր պետությունը տանի կազմաքանդման։ Սրա միջև ընտրությունը։ Մնացած բոլոր հարցերը սրանից ածանցյալ են, բայց մեր ընտրությունը ժողովուրդ ջան սրա մասին է եւ այս ճանապարհով որ գալիս ենք այդ փշալարերը, հիշեք, մինչև սրանց որտեղ էր ադրբեջանական զորքը կանգնում, հիմա որտեղ է։ Եթե մնաց մտնելու է ցանկացած հայ օջախ, սա չափազանցություն չի։ Հետևաբար ժողովուրդ ջան, սրա մեջ է եւ պետքա կարողանանք ազատվել։ Քիչ առաջ մի հարցել եմ ուզում արձագանքեմ։ Ճանապարհին էինք, այս Չարիքի իշխանությունը մեր նախընտրական շտաբներում խոզարկություններ են անում։ Մեր ընկերների ընտանիքներում, ազգային ժողովի պատգամավոր դաշնակցության գերագույն մարմնի նախագահ Աշոտ Սիմոնյանի տունը խոզարկել։ Մի բան եմ ուզում ասել։ Սրանք իշխանության կորցնելու վտանգը լիարժեք տեսնում են եւ այդ վախը ունեն, կորցրել են ժողովրդի մոտ իրենց ժողովրդի աջակցությունը, հույսները դրել են այս ուժային կառույցներին, որոնք վաղուց սահմանադրական կարգը տապալելով ծառայում են ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ կոնկրետ մեկ անձի ու օրենքի բոլոր շրջանակներից դուրս, բայց համոզված եղեք, որ սրանով որևէ հաջողության չեն հասնելու։ Ժողովուրդ, ձեզ անընդհատ փորձում են վախի մթնոլորտի մեջ պահել, ասել, որ հսկում են ընտրությունները, հետևում են, գիտեն ով ում ակնարկելու, սուտ են ասում։ Այս ամեն ինչը անում են ձեր կամարտայության, ձեր ձայնի վրա ազդելու։ Սրանցից մի վախեցեք, սրանք վախենալու չեն, սրանք պետք է ձեզանից վախենան։ Սրանք են 5000 զոհ տվել, սրանք են հայրենիք հանձնել, սրանք են թուրքին բերեն ստծրել Հայաստանի տարածքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացին սրանցից ինչի պետք է վախենա։ Իրանք ձեզանից պետք է վախենան։ Ընդամենը մնացել է 4 օր։ Պինդ կանգնեք, աջակցեք, տեր կանգնեք ձեր իրավունքներին, սրանցից ազատվենք ու գնանք առաջ ու վստահ եղեք ժողովուրդ ջան, որ միասին եւ ամեն մեկի իրարցի համար պատասխանը տալու։ Հետևաբար հունիսի 7-ը պարզապես ընտրության օր չի, դա իշխանափոխության օր է եւ Նիկոլին այս իշխանությունից վռնդելու օրն է։ Ու միասին
Կարող ենք։ Միասին։ Միասին։ Կեցեք։